Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները առաջին անգամ չէ, որ գալիս են եւ այստեղ դրսեւորում են ստանում։ Ըստ էության Հայաստանի իշխանությունը Ադրբեջանից հնչող հայտարարությունը որպես առաջադրանք է դիտարկում եւ տեղում իրացնում է։ Դա վերաբերում է ոչ միայն հոգևորականներին, հայ առաքելական եկեղեցուն, դա վերաբերում է նաեւ այն անդիմադիր միավորներին, ուժերին, որոնք ունեն արժանապատվություն, պայքարում են, գիտակցում են, թե որն է Հայաստանի պետական շահը եւ բնականաբար այն բոլոր ուժերին, որոնց բառապաշարը ադրբեջանցիներին որևէ ձևով չի բավարարում եւ այս վերջին իրադարձությունները սրա մի դրսեւորման ձևն են դարձել։ Հայ առաքելական եկեղեցին մեր երկրում իմունիտետ ապահովող, դիմադրություն ապահովող եւ համերաշխություն ապահովող ինստիտուտներից է, որը որևէ ձևով չի բխում այս իշխանության քաղաքականությունից, որովհետև այս իշխանության քաղաքականության հիմքում եւ կիրառվող գործիքակազմում առաջին հերթին պառակտումներն են հասարակության շրջանում, թշնամության սերմանումն է, ինչը բնականաբար չի կարող չարտահայտվել այդ թվում նաեւ մեր հոգեորականների նկատմամբ հետապնդումներով։